Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը շնորհակալություն է հայտնել Հայաստանի կառավարությանը և ժողովրդին Իրանից Հնդկաստանի 550 քաղաքացու անվտանգ տարհանման համար։ Դիմելով արտգործնախարար Արարատ Միրզոյանին նա գրել է. «Գնահատում եմ ձեր աջակցությունն այս դժվարին ժամանակներում»։ Միևնույն ժամանակ Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունները չեն դադարում արդեն 17 օր։ ԱՄՆ-ն և Իսրայելը շարունակում են հարվածներն Իրանին։ Թեհրանը և Սպահանը ինտենսիվ գնդակոծության են ենթարկվել։ Իսրայելի զինված ուժերից հայտնել են, որ Իրանում իրականացվել է շուրջ 7600 հարված, ոչնչացվել է հակաօդային պաշտպանության համակարգերի 85%-ը, հրթիռային կայանքների 70%-ը։ Ըստ բանակի խոսնակի դեռ հազարավոր թիրախներ կան խոցելու և պատերազմը կշարունակվի որքան անհրաժեշտ է։ Իսրայելը նաև հարվածներ է հասցրել Լիբանանի մայրաքաղաք Բեյրութին, հայտարարելով, որ թիրախավորում է Հզբոլահի ենթակառուցվածքը։ Իսրայելի բանակը նաև հայտնել է Լիբանանի հարավում ցամաքային սահմանափակ գործողություն սկսելու մասին։ Իսրայելցի պաշտոնյաները հայտարարել են, Լիբանանի հետ բանակցություններ չեն լինի, մինչև Հզբոլահը չզինաթափվի։ Իրանն էլ շարունակել է հարվածներ հասցնել Իսրայելին և Պարսից ծոցի երկրներին։ Դուբայի միջազգային օդանավակայանը ժամանակավորապես դադարեցրել է աշխատանքը վառելիքի բաքին անօդաչուի հարվածից հետո։ Աբու Դաբիում հրթիռակոծության հետևանքով պաղեստինցի է զոհվել։ Բաղդադում հարվածի է ենթարկվել ԱՄՆ դեսպանատունը։ Հարվածներ են արձանագրվել նաև Սաուդյան Արաբիայում, Քուվեյթում, Բահրեյնում։ Ռազմական գործողությունների պայմաններում փակվել է Հորմուզի նեղուցը, որով անցնում է նավթի համաշխարհային մատակարարումների 20%-ը։ Նավթի գնի աճի հետ կապված իրավիճակը մեղմելու համար ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ բանակցում է 7 երկրի հետ, որպեսզի նրանք միանան նեղուցը վերահսկելու նպատակով ստեղծվող կոալիցիային։ Նրա խոսքով ՆԱՏՕ-ի ապագայի համար շատ վատ կլինի, եթե դաշնակիցները չօգնեն այդ հարցում։ Ճապոնիան արդեն հրաժարվել է այս առաքելությունից։ Թրամփը նաև Չինաստանից է օգնություն ակնկալում նեղուցի անվտանգության ապահովման հարցում։ Նա չի բացառել, որ կարող է հետաձգել Չինաստան կայանալիք այցը, եթե Պեկինը չհամաձայնի օգնել։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն էլ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկյանի հետ զրույցում կոչ է արել անհապաղ դադարեցնել հարձակումները տարածաշրջանի երկրների դեմ և վերականգնել նավարկությունը Հորմուզի նեղուցով։ Մարտի 15-ին էներգետիկայի միջազգային գործակալությունն Ասիայի և Օվկիանիայի իր անդամ երկրներին հրահանգել է անմիջապես բաց թողնել նավթի ռազմավարական պաշարները։ Ամերիկայի և Եվրոպայի երկրներն իրենց պահուստներից նավթ բաց կթողնեն մարտի վերջին։ Ինչ վերաբերում է բանակցությունների հեռանկարին, Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ շփումներ կան, բայց իր կարծիքով Թեհրանը դեռ պատրաստ չէ։ Իր հերթին Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Թեհրանը պատերազմի ընթացքում երբեք հրադադար չի խնդրել և ԱՄՆ-ի հետ բանակցությունների չի ձգտել։ Արաղչին նաև հայտարարել է, որ Իսրայելը պետք է պատժվի բնապահպանական հանցագործությունների համար։ Նրա խոսքով Թեհրանում վառելիքի պահեստների ռմբակոծումը միջազգային իրավունքի խախտում է և էկոցիդ, որը երկարաժամկետ հետևանքներ կունենա։ Եվրամիության երկրների արտգործնախարարները Բրյուսելում գագաթնաժողովի ընթացքում կքննարկեն հնարավոր քայլերը, որոնք կարելի է ձեռնարկել Հորմուզի նեղուցը բաց պահելու համար, հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավարը։ Կայա Կալասը շեշտել է, նեղուցը բաց պահելը բխում է Եվրոպայի շահերից։ Նա նաև վտանգավոր նախադեպ է որակել ԱՄՆ-ի կողմից ռուսական նավթի նկատմամբ սահմանափակումների մեղմացումը։ Մեզ հարկավոր է, որ նրանք ավելի քիչ գումար ունենան պատերազմ վարելու համար, ոչ թե ավելի շատ, ասել է Կալասը հավելելով. Հորմուզի նեղուցի փակումը շահավետ է Ռուսաստանի համար։ Իր հերթին Գերմանիայի արտգործնախարարը գագաթնաժողովին ժամանելիս ասել է, որ իրենք ցանկանում են Իսրայելից և ԱՄՆ-ից իմանալ, թե երբ են նրանք մտադիր հասնել Իրանում իրենց ռազմական նպատակներին։ Նա հավելել է. Իրանի կառավարությունը վտանգ է ներկայացնում տարածաշրջանի նավագնացության ազատության և համաշխարհային տնտեսության համար, և այդ վտանգը չպետք է շարունակվի։ Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիարտոն էլ գագաթնաժողովից առաջ անդրադարձել է Դրուժբա խողովակաշարով ռուսական նավթի մատակարարումների դադարեցմանը։ Նրա խոսքով Բուդապեշտը կարգելափակի Ուկրաինային 90 միլիարդ եվրո վարկի և այլ ֆինանսական աջակցության տրամադրումը և չի հաստատի պատժամիջոցների 20-րդ փաթեթը, իսկ Ուկրաինայի Եվրամիությանն անդամակցության մասին կարելի է մոռանալ, եթե մատակարարումները չվերականգնվեն։ Ռուսաստանը և Ուկրաինան հայտնել են փոխադարձ հարվածների մասին։ Մոսկվան արդեն 2 օր է ենթարկվում է անօդաչուների զանգվածային հարվածների։ Մայրաքաղաքի երկնքում գիշերն ավելի քան 4 տասնյակ ԱԹՍ են որսացել, իսկ Կրասնոդարի մարզում անօդաչուի հարվածից նավթաբազայում հրդեհ է բռնկվել։ Ռուսական ուժերն էլ հարվածել են Կիևին, Զապորոժիեին և Օդեսային։ Զապորոժիեում կա 1 զոհ և վիրավորներ։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ մեկ շաբաթվա ընթացքում Ռուսաստանն Ուկրաինայի ուղղությամբ արձակել է շուրջ 1800
ՀԹՍ 1500 կառավարվող ավիառում եւ 86 հրթիռ։ Նրա խոսքով հրթիռներում կա շուրջ 60 արտասահմանյան բաղադրիչ, որոնք Ռուսաստանին են մատակարարվում պատժամիջոցների շրջանցմամբ։ Զելենսկին նաեւ նշել է, որ չէր ցանկանա, որ Մերձավոր Արևելքում իրավիճակի պատճառով ԱՄՆ-ն հեռանա ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումից։ Ինչ վերաբերում է անօդաչուների դեմ պայքարով զբաղվող ուկրաինացի մասնագետներին տարածաշրջան ուղարկելուն, Զելենսկին շեշտել է. Ուկրաինան Իրանի հետ պատերազմի մեջ չէ, սա չի նշանակում ներգրավված լինել գործողություններում, իսկ երկարաժամկետ աջակցության դիմաց Կիևը կարող է ստանալ տեխնոլոգիա եւ գումար, նշել է նա։ Ղազախստանում կայացած հանրաքվեի նախնական արդյունքներով քվեարկածների 87%-ից ավելին կողմ է արտահայտվել նոր սահմանադրության նախագծին։ Հանրաքվեին մասնակցությունը կազմել է 73%։ Նոր սահմանադրության նախագիծը մշակվել է Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևի նախաձեռնությամբ։ Փաստաթղթում առաջարկվում է երկպալատ խորհրդարանը փոխարինել 145 падգամավորից բաղկացած միապալատ խորհրդարանով, ինչպես նաև ամրապնդել նախագահի իշխանությունը։ Ըստ նոր սահմանադրության նախագահն իրավունք կունենա միանձնյա նշանակել գլխավոր դատախազին, սահմանադրական եւ գերագույն դատարանների նախագահներին, ազգային բանկի նախագահին եւ ազգային անվտանգության կոմիտեի ղեկավարին։ Բացի այդ, նախատեսվում է ստեղծել փոխնախագահի պաշտոն, որը նույնպես կնշանակվի նախագահի կողմից միապալատ խորհրդարանի համաձայնությամբ։ Սյուզաննա Չրաղյան, լուրեր։